Գորիսը նպատակ ունի դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ամենամաքուր եւ կանաչապատ քաղաքներից մեկը։ Համայնքապետարանը սկսել է լայնամասշտաբ կանաչապատման եւ բարեկարգման ծրագիր։ Մինչեւ ձմռան ավարտը իրականացվել էին ծառատունկին նախորդող աշխատանքներ։ Տարածքները մաքրվում եւ բարեկարգվում էին, հողը մշակվում էր, իսկ ծառերի լիարժեք աճն ու զարգացումը ապահովելու համար տեղադրվում էր սևահող։ Դες 10 տարվա մեջ առաջ անգամ եմ ցես բաներ տեսնում ես։ Կարևորը այնա որ բարեկարգ լինի, անցնող դարձողներ պետք է մաքրությունը պաշտպանի։ Ինչ էլ անում են մեր քաղաքի համար արվում։ Գալու խնամ եմ, ջրեմ, սաղ մեր թաղի երեխաներ չեն կոտրի, սիրուն կպային, ուրախ եմ ոսից մեր թաղամասում սіз բաները, սաղ մեզ համար են անում, որ սիրուն պայեք։ Մարտի 12-ից պաշտոնապես մեկնարկեց այս տարվա Գորիսի ծառատունկի ծրագիրը։ Համայնքի ղեկավարը անձամբ տնկեց առաջին արծաթափայլ եղևնին նորակառույց բազմաբնակարան շենքի բակում, որը հաշված օրերի ընթացքում կհանձնվի համայնքի 19 անտուն ընտանիքներին։ Ծառատունկի շրջանակում քաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 1000 ծառ, ներառյալ արմավաշուշաններ, արծաթափայլ եղևնիներ եւ վիրգինյան մշտադալար աստղատերև խոշոր ծառեր։ Այս նոր տնկարկները ոչ միայն կբարելավեն քաղաքի էկոլոգիական վիճակը, այլև կզարգացնեն նրա գեղագիտական տեսքը, դարձնելով Գորիսը ավելի կանաչ եւ հյուրընկալ քաղաք։ Ծրագիրը երկարաժամկետ է եւ դրա արդյունքները տարիների ընթացքում առավել տեսանելի կլինեն, ասում է Գորիս համայնքի ղեկավարը եւ ընդգծում. Գորիսը պետք է լինի մեր սերունդների համար ոչ միայն հպարտության աղբյուր, այլև էկոլոգիապես մաքուր ու գեղեցիկ քաղաք։ Գորիս համայնքը միշտ ունեցել է բաց մշտադալար ծառեր քիչ են եղել մեր քաղաքում, կամ գրեթե կարելի էսպես ձևակերպել, ընդհանրապես չենք ունեցել քաղաքի ներսում մշտադալար ծառեր։ Վերջին 7-8 տարիների ընթացքում ամեն տարի մի քանի 100, նույնիսկ տարիներ են եղել, որ մի քանի 1000 մշտադալար ծառեր ենք տնկել։ Նպատակը հետևյալն է, որ Գորիսը պետքա լինի աշխարհի 5 քաղաքներից մեկը, որը ամենականաչապատն է եւ ամենամաքուր քաղաքն է։ Եվ այդ նպատակին հասնելու համար համայնքապետարանը, ես անձամբ եւ մեր բոլոր ենթակա սուբյեկտները որևիցե ռեսուրս չենք խնայում։ Քաղաքի կանաչապատման աշխատանքներին զուգահեռ շարունակվում են նաեւ աղբահանության եւ մաքրության գործընթացները։ Բոլոր ճանապարհահատվածները մանրակրկիտ մաքրվում են, հատիկ հեռացվում են ձյան առատտեղումների ժամանակ շախտված ավազն ու աղը, որպեսզի քաղաքը ձեռք բերի իր բնական մաքրությունը։ Այս աշխատանքները ոչ միայն բարելավում են քաղաքի էսթետիկական տեսքը, այլև նպաստում են օդի որակի բարձրացմանը, կանխելով փոշու եւ աղի մնացորդների տարածումը։ Համայնքապետարանը շարունակելու է իրականացնել հետևողական մաքրման միջոցառումներ, որպեսզի Գորիսը համապատասխանի մաքուր, կանաչ ու բարեկարգ քաղաքի բարձր չափանիշներին։ Խոսքս կառուցելուց չեմ ուզում ենթատեքստեր փնտրեք, որ ինչ-որ մարդկանց եմ կոնկրետ անհատների եմ անուն եմ տալիս կամ առասարակ, բայց փաստը սա է, մենք բոլոր գորիսեցիներս էլ հիշում ենք, որ մեր քաղաքի 90-95% փողոցներում 30 տարվա ընթացքում երբևէ աղբանություն չի արվել, եւ մեր կոմունալ ծառայության աշխատողները 2017 թվականին ստանում էին 55,000 դրամ վարձ եւ ընդամենը ունեինք 4 թե 5 աշխատող։ Այժմ ունենք 60-ից ավել աշխատողները ավելի բարձր են աշխատավարձ ստանում, քան համայնքապետն է ստանում, դա իմ որոշումն է եղել, որ դա ճիշտ է, ես այդպես եմ ճիշտ հասկանում։ Ամեն օր, այսինքն անձամբ եմ ցանկացած փողոցին հետևում։ Պետք է հասնենք այն կետին, որ մեր բնակիչներն էլ պետք է ամեն մարդ իր տան հարակից հատվածները, մարդիկ պետք է սիրելով, ցանկանալով այս մաքրությունը, դա մենակ համայնքապետարանը, եթե մենք պետք է նայենք, որ մենակ կոմնալը պետք է դա անի կամ փոքրաթիվ անհատներ, մեծագույն դա սխալ է։ 29721 բնակիչից ցանկացած մեկը պետք է հասկանա, որ սա հենց իր պատասխանատվության զոնան է եւ հենց ինքը պետք է ջանքեր չխնայի, որպեսզի այդ ցանկալի արդյունքին հասնենք։ Վերջին տարիներին բազմաթիվ փոփոխություններ ենք նկատում Գորիսում։ Ամեն քայլափոխի տեսնում ենք, որ կատարվել են բազմաթիվ ծառատունկեր։ Գորիսում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իսկապես տեսնում է այդ փոփոխությունները, որոնք իրոք ակնառու են։ Այս տարիները, այս 2 տարի, 3 տարի ընթացքում արդեն ահագին փոխվել է։ Փոփոխությունը շատ լավ է։ Մաքրությունները շատ լավ կատարվում, բոլոր փողոցները շատ լավ մաքրում են։ Ավելի հաճիկով է էլի դուրս գալիս քաղաք։ Շատ փոփոխություններ է դեպի լավը։ Ուղղակի հիանում եմ, որ նայում եմ։ Իմ հայրենիքս սիրում եմ Գորիսը, շատ հաճելի է ինձ համար, որ տեսնում եմ ահագին փոփոխություններ կա։
Հպարտանում եմ իմ Գորիսով։ Ճիշտ է, Մոսկվայում 25 տարի ապրում, բայց դա կապ չունի, Գորիսը սիրում եմ։ Իմ հայրենիքն է։ Ծառատունկի աշխատանքներից հետո քաղաքային իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնելու տնկված բույսերի պահպանությանը։ Դրանք կջրվեն, կպահպանվեն համապատասխան ջերմաստիճանում, իսկ 4 սեզոններին քաղաքը կունենա հավելյալ ջրման եւ խնամքի համակարգ։ Կանաչապատման ու մաքրման աշխատանքները միտված են նաեւ զբոսաշրջության զարգացմանը, Գորիսը դարձնելով ավելի գրավիչ ուղղություն։ Արմինե Սիմոնյան, Նորայր Դանիելյան, Սյունիք լրատվական։